ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր Փաշինյանի եւ Ալիևի լուսանկարակից գրելով. «Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը եւ միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց հետ»։ Նիկոլ Փաշինյանի արձագանք շնորհակալություն է հայտնել Թրամփին պատմական համաձայնագրի կնքման ուշադրության համար եւ վերահաստատել իր հանձնառությունը։ Ալիևն էլ Թրամփին արձագանքել է մեկ այլ լուսանկարով, որում ինքն ու Փաշինյանը, իսկ նրանց հետևում ԱՄՆ նախագահի նկարը։ Ալիևը գրել է, որ բարձր է գնահատում Թրամփի դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման եւ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատական նիստի ժամանակ միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵՀԿ Մինսկի խմբի անդամներին եւ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ Ազերթաչի Վարդանյանը ներկայացրել է նաեւ այլ միջնորդություն։ Նա նշել է, որ զինվորական չէ եւ համաձայն չէ իր գործը Բաքվի ռազմական դատարանում քննելու որոշման հետ։ Հաղորդվում է, որ նախկին պետնախարարը նաեւ միջնորդել է դատարանում հարցաքննել Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարներին, ասելով, որ համաձայն չէ սահմանը հատելու ապօրինի մեղադրանքի հետ։ Միջնորդությունները կամ չեն քննարկվել, կամ մերժվել են։ Արաբական Միացյալ Էմիրությունները անհամբերությամբ սպասում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ձեռք բերված հաջողությունների եւ դրական առաջընթացների շարունակությանը։ Օրերս Շուշիում այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահը։ Նրա խոսքով Էմիրությունները մեծ կարևորություն են տալիս Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ինչպես նաեւ շահագրգռված են զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր պետությունների հետ Ադրբեջանի գլխավորությամբ։ Հուլիսի 18-ից հետի ժամանակավոր կառավարիչ նշանակված ԿՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը մոտ 5,2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, գրում են ԶԼՄ-ները։ Պետրոսյանի բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրվել է հեծի սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի ուսերին։ ՄՎՑ պետի պաշտոնում Պետրոսյանը ստանում էր 790,000 դրամ աշխատավարձ։ ԶԼՄ-ները գրում են, որ նա հեծ մտնելուց առաջ հայտարարեց, թե իբր հանուն Հայաստանի է գնում հեծ այն առողջացնելու նպատակով, սակայն տեղի ունեցավ հակառակը։ Աշխարհի ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկը Moody's-ն էլ առանձնացրել է, որ նվազել է հեծի ընկերության վարկանիշը եւ այս տեմպերով առաջիկա 12-ից 18 ամիսներին այն չի բարձրացվի։ Ադրբեջանցի ուժայինները հայտարարում են իբր Շուշիում զինամթերքի մեծ խմբականակի հայտնաբերման մասին։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության, ՆԳՆ եւ ականազերծման գործակալության համատեղ հայտարարության համաձայն Շուշիի շրջանի Հին գյուղում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել ու առգրավել։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերում երևում են ինքնաձիգեր, ինչպես նաեւ ատրճանակներ, շարժական ռադիոկայաններ, սահավարտներ եւ ԱԱՑ հայատար գրությամբ զրահաբաճկոներ։